Բարի լույս, հարգելի հայրենակիցներ, մի փոքր սպասենք, հավաքվենք, երևի թե ընթացքում ես էլ կկայանեմ, եթե հասցնենք էլի։ Եվ այսօր ուզում եմ խոսել այն մասին, թե ում ընտրել, իրականում այս թեմայի շուրջ շատ եմ մտածել խոսել, թե չխոսել, որովհետև մտածում եմ ինչ-որ ազդեցություն ունենամ մարդկանց մտքերի վրա, իմ մոտիվներով, իմ ձևով, իմ արտահայտչած ձևով ներկայացնեմ, թե ինչի վրա ուշադրություն պետք է դարձնել, թե ոչ, ու այսօր մի Յառի Նիկոլական, իհարկե այդ զոմբի վիճակ ես համարում եմ հիվանդություն, բայց այս պարագայում ես չեմ պատրաստվում որևէ զոմբի օգնել, ընդհանրապես, եթե լինի կտրելու, վիրահատելու հարց, խնդիր չկա, դա իմ մասնագիտությունը, դա ինձ տրված շնորհքն է, բայց հոգեբանական առումով ես համարում եմ, որ զոմբիները պիտի չբուժվեն և պիտի ոչնչանան անձամբ Նիկոլ Փաշինյանի ձեռքով, ոչնչանան ոչ ֆիզիկապես նկատի ունեմ։ Իմիջիայլոց մի օր էլ անպայման կխոսեմ Գեբելսի մասին և Զելենսկու տարած պրոպագանդայի մասին Գեբելսյան և նաև կներկայացնեմ, թե ինչպես է այդ պրոպագանդան արվում Հայաստանում նիկոլականների և Նիկոլի կողմից։ Բայց այսօր այդ օրը չի, ինչպես ասում են։ Հիմա եթե այդ Նիկոլականը այսօր իրեն ճիշտ պահեր, չփորձեր իր թույն ու թարախ ինչ-որ ձևով թափել, դիմացել, որ սենց թարախակույտը կուտակվում է, վերջում պայթում է, եթե դա չլիներ, էլի ես կմտածեի, որ հայ մարդ, ժողովրդին հանգիստ թողնենք, թող ամեն մեկը իր ընտրությունը կատարի, բայց որոշել եմ խոսել, որովհետև ոչ մի պարագայում Նիկոլն ու նիկոլականները չպիտի գան իշխանության։ Իշխանության չպիտի գան մարդիկ, ովքեր հոգեբանորեն և կառավարման տեսանկյունից կայացած չեն։ Եվ իշխանության չպիտի գան մարդիկ, ովքեր աբիժնիկ են, կապ չունի աբիժնիկ են նախկիններից, թե ապագա նախկիններից, այսինքն նիկոլականներից, Նիկոլից։ Իշխանությունը պետք է լինի մերիտոկրատական, այսինքն պիտի լինեն մասնագետներ, ցավոք սրտի այսօր իշխանական համակարգում առկա է մասնագետների պակաս, ոնց որ նախկին համակարգում իմիջիայլոց մասնագետներն ավելի շատ էին, ուղղակի քանի որ այս իշխանության գիծը նաև որ մասնագետներին հեռացրու, չմասնագետներին բեր դիր ղեկավար պաշտոնների, որպեսզի համակարգը քանդես, դա քաղաքագիտական մոտեցում է և քաղաքական որոշում, գուցե և ոչ թե որոշում, այլ հրահանգ, որը կատարում է այս իշխանությունը, էլի են որ սրանց հետ ձեռ են սեղմել, սրանց հետ հույսեր են կապել, ես այդ մարդկանց էլի չեմ մեղադրում այդքան, որովհետև ամեն մարդ չի, որ ում թիկունքում Աստված է կանգնած ու խնդիրներից հետ է պահում, ոնց որ իմ թիկունքում էր Աստված կանգնած ու թույլ չտվեց ներքին ինտուիցիան, ներքին ձայնը, այդ մտքերը, որովհետև այն ժամանակ ես այդ գիտելիքը չունեի, ինչ որ հիմա ունեմ, ու ինձ փրկել ու պաշտպանել է իմ ինտուիցիան, իմ վերլուծող դատողական մտածելակերպը, բայց շատ մարդիկ դա չեն ունեցել, ու այո, նրանք ընկել են այս սրանց բանի մեջ, ազդեցության տակ, մտածել են, որ վայ, փրկվեցին և այլն, չհասկանալով, խորապես չվերլուծելով, թե ինչ է քաղաքականությունը ու ինչեր են կատարվում, այդ ոլորտում, այդ դաշտում, ոնց կարար Փաշինյան Նիկոլը քայլելով գար ու տիրեր իշխանության։ Ինչևէ,
ասածս նա է, որ ամեն գնով մենք բոլորս պետք է այնպես անենք, որ այլևս երբեք Փաշինյան Նիկոլը եւ իր կողմնակիցները չլինեն իշխանության։ Այստեղ այլ վտանգ ունենք, որն է այդ վտանգը։ Այս պարագայում էլի են լպրծուն մարդիկ, ովքեր մի ժամանակ, չգիտեմ, դաշնակցության մեջ էին, հետո Քոչարյանի հետ էին, հետո Սերժ Սարգսյանի թիմից էին, այսինքն միշտ իշխանություն են եղել, ու եկել են, մտել են Փաշինյան Նիկոլի թիմ, դարձել են ԿՊ-ական ու գնացել են պաշտոնների, այդ մարդիկ թքելու են մրելու վերջին օրը, հենց Նիկոլը չընտրվեց, թքելու են մրելու են նույն Նիկոլին, ու էլի իմ նման ասած փիս բառա, բայց միամիտը, հա, կանգնելու ասելու այդքան մի ստորացրեք Նիկոլին, բայց իրանք գնալու են ասելու են մենք այն ժամանակից գիտել էինք, որ Նիկոլը թշնամի է, դատել, ծաղկել, մտրակել, ուրեմն մորթել, չգիտեմ ինչեր անել։ Ես համոզված եմ նաև այն թուրքերի ծրագիրը, հա, որ ասում է վերջին հայաթանգարանում, այդ տենց բաներ են, կոչերով են հանդես գալու, այսօր որ պաշտոն ունեն, այդ նույն մարդիկ։ Այսինքն գոյություն ունի մարդկանց տեսակ, ես չեմ կարող այդ մարդկանց հասկանամ, բայց կան այդ մարդիկ, գուցե դա է ճիշտը, ես եմ սխալ, ես չգիտեմ, որովհետև հա, ես էլ եմ ստեղծագործ, հա, իմ նման լիքը մարդ կա, որ ստեղծում է հանուն հայրենիքի, հանուն գաղափարի, հանուն ընտանիքի, չգիտեմ, 1000 ու մի բանի հանուն, բայց մարդիկ կան, որ այն մարդ հանուն պաշտոնի, թքած սաղի վրա, այս ձևով են, հա, առաջնորդվում, ու միշտ այդ մարդիկ գնահատվում են ավելին, քան հանուն հայրենիքի կամ հանուն մարդու կյանքի պայքարող մարդիկ։ Հանուն պաշտոնի ու ամենավատը նա է, որ միշտ այդ մարդկանց առաջ են տանում, որովհետև այդ մարդիկ կամակ լպստելուց են լավ, հա, եւ չեն խորշում, չեն զզվում հետույքի հոտից։ Այն նրա հետույքի ում կամակը լպստում են։ Մարդը կգա իմ կամակն էլ կլպստեմ, բայց ես իմ թույլ չեմ տա։ Մի քիչ բան է, էլի, փոխաբերական իմաստով, հետո չդնեք TikTok-ներում ասեք, սենց բան ասեց, վերջը, հիմա, դրա համար հաջորդ իշխանությունը, ոչ միայն պետք է Նիկոլը չլինի, այլ նաև այն մարդիկ, ովքեր գան իշխանության, պիտի մի հատ զտեն, ու այս նիկոլական թայֆից որևէ մեկին չվերցնեն կառավարման համակարգում աշխատանքի ու այո համակարգը ներսից է փտած, որտեվ եթե այդ համակարգը փտած չլիներ, Նիկոլն իր օրում, իր անկիրթ, հա, որտեվ կրթություն չի ստացել, բարձրագույն կրթություն չունի, էդի նկատի ունեմ, այդ անկիրթ, անդիպլոմ վիճակներում չեր գա օդից դիպլոմ չեր ստանա ու չեր նստի իշխանության ամենավերին աթոռին ու որոշում չեր կայացնի ոչ մեր տեղը, ոչ արցախցիների տեղը, ոչ Սյունեցու տեղը, ոչ Շամշադնեցու տեղը, բոլորիս տեղը որոշում է կայացնում, ասում է այս պտի լինի, թուրքը պտի գա ճանապարհները տալիս եմ անցնի, լսի որ դու թուրքին ճանապարհ ես տալիս, թուրքը քեզ ինչ է տալիս, խաղաղություն, որ խաղաղություն է, այն որ 44 օր տարար մորթի, թե այն խաղաղությունը, որ Գեղարքունիքի մարզը տվեցիր Սևանի ջրերում հիմա լողում են, որ խաղաղություն է, այն որ Տավուշից հողեր տվեցիր ու Դաշնակ Գառնիկ Դանիելյանը եկավ քո մլիցեքի հետ համագործակցեց ու Մանա Խաչատրյանին թույլ չտվեց, որ դեմ արտահայտվեց ամեն ինչին։ Հիմա այն ջահելները, որ Դաշնակ Գագիկ Դանիելյանի կողքն էին կանգնած, գոհ են, որ իրանց հողից մի մասը Նիկոլը տվեց թշնամուն։ Երևի գոհ են, որովհետև չեն տեսել այն երեխա են եղել կամ ծնված չեն եղել այն ժամանակ, երբ որ Մոնթեն ու Ազգալդյանը Արցախի համար կռիվ էին տալիս ու իրանց հետ մեր հայրերը։ Հիմա ընտրության գնալիս նախ պետք է անպայման գնալ ընտրության։ Ամենապրոբլեմատիկ հանգամանքն է նա, որ եթե դուք մեր ընտրությունը որևէ ազդեցություն ունենար, մեզ չէին տա ընտրելու իրավունք, սա մեկ, բայց եթե այդպիսին է իրավիճակը, դա չի նշանակում մենք գոնե թե մեզ տված իրավունքը չպիտի իրացնենք, չպիտի օգտագործենք։
մենք պարտավոր ենք մեզ տված իրավունքը օգտագործել։ Հաջորդը մենք գնացինք ընտրության։ Մենք գնացինք մի րոպե անենք, Մենք գնացինք ընտրության, ումա պետք ձայն տալ։ Ես տեղադրել եմ ճիշտ է շատերը կզարման, ես էլ իմ վրա զարմացա, Արփինե Հովհաննիսյանի բացատրությունն էի տեղադրել իմ Facebook-յան էջում, որտեղ ինքը ցույց է տալիս, թե ձայները ոնց են բաշխվում։ Այսինքն, եթե դու գնացիք տվեցիք մի ուժի ձայն, որը քիչ ձայն է հավաքելու, օրինակ Քոչարյան Ռոբերտին, ես համոզմունք ունեմ, որ այս մարդը չի անցնելու ԱԺ այս անգամ։ Ինձ թող նեղանում եք, չեք նեղանում, վաղուց արդեն ինձ համար միևնույն է, որ մեկը ինձ ոնց կվերաբերեք, որովհետև ես տեսնում եմ, որ իմ ասածը ի վերջո ճիշտ է դուրս գալիս, ձեր քայլերը, ձեր համատեղ դավադրությունները իմ հանդեպ, ֆեյքերով եք կռիվանում, իրական կյանքում եք երևի թե ինչ որ իրար հետ նստում բամբասում, որտեղ դեմս գալ կանգնելու եւ խոսելու շանս չեք ունենում, հնարավորություն բան չեք ունենում, չվախենակ ասեք, հա, վախենում եք, որովհետև գիտեք չոտքի պատասխանը կստանաք։ Հիմա ձեր այդ բամբասանքներում ինչ որ խոսում եք եւ այլն, դա ինձ հետաքրքիր չի, որովհետև այդ ձեր արածների պատճառով մենք կորցրեցինք մեր երկրի մի մասը, կորցրեցինք մեր ինքնիշխանությունը ու կորցնում ենք մեր երկրի մնացած մաս, կորցրեցինք մեր Արարատ սարը։ Հիմա սիրելի հայրենակիցներ, մի տվեք ձայն բոլոր այն հուշերին, ովքեր շանս չունեն անցնելու ազգային ժողով։ Շատ ուժեր են դրա մեջ մտնում, ոնց հասկացա մինիմում 17 ուժ է, հա, եւ չեմ էլ հետեւել, թե ինչքան ուժ կա, ովքեր են մասնակցում, բայց կոնկրետ գնում եք ձայն եք տալիս Նիկոլին հակակշիռ մյուս ուժին։ Բացի այն, որ պետքա ամեն ինչ անել, որ Նիկոլը չանցնի, որտեղ լիքը մարդ բերել գրանցել են, հիմա եթե election day-ում մենք հասցեներ բացենք, նայենք, կտեսնենք, որ լիքը մարդ հասցեների վրա գրանցած է, այդ իմ ասածը չի, այդ հանրահայտ փաստ է։ Երկրորդ հանգամանքը նայեք, թե ովքեր են կազմում այդ մարդկանց թիմերը։ Մի նայեք մենակ առաջնորդին, օրինակ ոնց կարող է դուք ձայն տաք Արսեն Թորոսյանին։ Իմ սրտի տիրական, ինչքան էլ ես իրան սիրում պաշտում գնահատում աստվածացնում եմ, իրան ձայն տալ ոնց կարելի է։ Հա, ոնց կարելի է ձայն տալ բանակը քանդած մարդկանց։ Կոնկրետ ինձ համար, ես որ նայում եմ թիմերը, հա, կա ընդունելի ուժ, որի անունը ես այս պահին դեռ չեմ տա, բայց որ հասցնեն այստեղ անպայման այդ անունը տալու եմ։ Որտեղ մարդկանց ես գիտեմ, իրանց պայքարնել եմ տեսել Սյունիքում, իրանց պայքարնել եմ տեսել այս առողջապահության նախարարության, ԿԳՄՍ նախարարության ու մնացածի դեմ։ Եվ այդ մարդիկ այսօր ռեալ ուժ են կազմում, ովքեր կարող են մեր երկրի այս ստեղծած իրավիճակը փոխել։ Ես արդեն այսօր վերջնական այդ նիկոլական զոմբիի անշնորհք պահվածքի պատճառով որոշում եմ կայացրել, հա, որոշում, որ всё, էլ իրանք չպիտի լինեն իշխանության։ Ու ոնց Արփինե Հովհաննիսյանի վիդեոն է ցույց տալիս, եթե դուք կամ չգնաք ընտրության, կամ գնաք ընտրության ձայն տալով են փոքր քվե ունեցող ուժերին, դուք ձեր ձայնը տալիս եք Փաշինյան Նիկոլին։ Դրա համար ես ձեզ խնդրում եմ, այն ժամանակ սահմանից էի հետ գալիս փոշոտ կեղտոտ, խնդրում էի, ասում էի ժողովուրդ ջան, բան մի արեք, մի հանձնվեք, բերելու են, հանձնելու են, Արցախը հանձնելու են, էս են անելու, են անելու, տեսակ, որ ես ճիշտ էի։ Ընդ որում առավոտը ես մտածել եմ, որ ես մինիմում 2 կռիվ հաղթել եմ։ Մինիմում 2 կռիվ, անշուշտ իմ ընկերների օգնությամբ, անշուշտ լրագրողական համայնքի օգնությամբ։ Մեկը ես հաղթել եմ իմ թիմի հետ միասին նախորդ իշխանության քաղաքապետարանում ու ճաք եմ տվել նախորդ համակարգի մեջ, Փառք Աստծո։ Երկրորդը ես հաղթել եմ ձեր վրա փորձարկումներ անելու համակարգում, երբ որ հատիկ դրել եմ, մեկնաբանել եմ, ով լսեց, ով չլսեց, այդ արդեն իմ խնդիրը չէր։ Ով լսեց այսօր օրհնում է, ով չլսեց ինքն իր արածը անիծում է։
ու իհարկե բնականաբար մեր ժողովրդի վաշը մարդու էության մեջ այնպիսի մի հատ իրավիճակ կա, որ ոչ մեկի չես մեղադրում, քեզ չես մեղադրում, մնացած ցաղին մեղադրում ես։ Մեղավորը պոլիկլինիկայի բժիշկը, մեղավորը նախ ոչ դու էիր մեղավոր, որ գնացիր այդ փորձարկմանը ենթարկվեցիր։ Հիմա այսօր վաբշե շատ հետաքրքիր բաներ են բացահայտվում աշխարհում, որ COVID-ի վակցինան վաբշե ձվարաններում կուտակվում է, բայց դրա մասին այսօր չեմ խոսելու։ Իմ ասածը նա է, որ նիկոլականները իրենց շատ են վատ պահում, ճիշտ այնպես են պահում, ոնց որ ժամանակին ՀՀԿ-ականներն էին պահում, որովհետև այդ մարդիկ այսօր ՀՀԿ-ից հելել թռել են ԿՊ-ի մեջ, ու իրանք մտածում են, որ իրանք վերջն ու ԿՊ-ն իրանք ընդունել է։ Ու այդ մարդիկ չպետք է ունենան իշխանություն։ Ես չեմ գալու իշխանության, ես կռիվ չեմ տալ իշխանության, ես ասում եմ, եթե դրանք եկան, եթե Փաշինյան Նիկոլը ընտրվեց, այս երկիրը վերջնական կործանվել է, գոմիկները արդեն լծվել են, եսի մինչ ազգեր ու կրոններ արդեն լծվել են, ու գիտեք ինչն է ամենավատը, որ լծվել են քիչ չի, իրանք մեզնից առավել են իրանց համարում, իրանք համարում են, որ կարան ձեր գլխին բամփեն, իրանք համարում են, որ կարան իրանք սաղ արտոնություններից օգտվեն, բայց դու չոք իրանք ծառա ես, ով եք դուք արա, ով եք դուք, բայց չեք մտածում ժողովուրդ, որ մի օր էլ գնալու եք ադրբեջանցի ընտրեք դեպուտատ։ Ես ձեզ մի ավելի հետաքրքիր գաղտնիք ասեմ, մի օր այդ օրը եթե Փաշինյանը ընտրվեց, մի օր այդ օրը գալու է, անպայման գալու է, ու դու գլուխներդ կախ, եթե այս անգամ գնացիք իրան ընտրեցիք, գլուխներդ կախ գնալու եք այդ ադրբեջանցուն եք ընտրելու։ Ու այո, այսօր նիկոլականներն ասում են, տենց բան չկա, ուրեմն սաղ նիկոլականների հետ խոսեք, ինչքան դեր շրջապատում մարդ կա։ Իրանց մեջ, ոնց որ ինչ-որ մի հատ աղանդի մեջ, մի հատ բան է պտտվում, չէ, դա սուտ ինֆորմացիա է։ Տենց բան չկա, ադրբեջանցի չկա, լսեք ձեր կնգած պայմանագրերն ու ձեր վերցած միջազգային պարտավորությունները նայեմ, թե ձեր անկապ տգետ չինֆորմացված տեղեկատվությունը։ Այո, իմ նյարդերը պետք է խնայել, ես խնայում եմ, թե չէ հիմա կարող ավելի ակտիվ այս գործունեությունը ծավալեի, բայց ես չեմ կարող չպաշտպանել իմ հայրենիքը, անկախ իմ դեմը ով կլինի, ով չի լինի, ես պարտավոր եմ պաշտպանել իմ հայրենիքը, որովհետև իմ արյան մեջ կա հայկական իշխանական արուն, ու դա իմ գենետիկան է, ու որևէ մեկը չի կարող կանգնել իմ դեմ, հələ մի հատ սենց մատ թափ տալով խոսել, որովհետև ես մատ ջարդող եմ, մատներդ կջարդեմ, կկոխեմ ուրիշ տեղ, ուղղակի տեղեր կան, որտեղ ես թույլ չեմ տալիս ասենց դեմներդ կանգնեմ, որովհետև մենք մենակ չենք, այ մենակարի ջարդեմ տենաս ոնց եմ կոխում ուրիշ տեղ, կամ ասեմ ջարդեն։ Այսօր ինձ իրականում բարկացրել են, գիտեք ինչն է բարկացրել, սիրելիներս, լկտիությունը, մարդ պայքարում է պաշտոն ստանալու համար, ինքը պաշտոն ստանալու բանը, իր աշխատանքը կորցնելու այդ մոմենտը չի մարսել։ Ինքը ամեն ջանմա, որ մտնի Նիկոլի տուտուզը, որ էլի հերթական պաշտոնը ստանա, որտեվ շատ մեծ հույս ունի, որ այս ժողովուրդը լրիվ խելքը թռցրել է։ Բայց ես հույս ունեմ, որ այս ժողովուրդը խելքը չի թռցրել, չի կորցրել իրան։ Այս ժողովուրդը հասկանում է, այս շատ ինձ դուր եկավ մի մարդ, քիչ առաջ տեսանյութն էի նայում, ով Նիկոլը մտավ ասում է ձեզ լավ օրը մաղթում, ասես ես քեզ անհաջողություն եմ մաղթում։ Ես այդ մարդուն ծափ եմ տալիս ու ասում եմ ես էլ Նիկոլին, իր թայֆին անհաջողություն եմ մաղթում եւ մաղթում եմ որ իրանք օրենքի ողջ խստությամբ դատվեն, բայց միակ պայմանը որ դա տեղի կունենա, այդ իմ ժողովրդի զգոնությունն է, այդ իմ ժողովրդի մասնակցությունն է։ Այդ իմ ժողովրդի թասիբի արտնանալն է։ Որովհետև բերին դուխով բառը ամենաապուշ բառն է, ստե պիտի դուխով չլինի, պիտի լինի թասիբով։ Իսկ իմ ժողովուրդը իմ տեսակը ունի թասիբ։ Ու մի բան էլ ես ասեմ այդ մատ թափ տվող կերպարին։ Ես ներել չգիտեմ։ Կուլ չես տալու։
Դու լավ հասկացար, քո շրջապատն էլ լավ հասկացավ, դու այնքան խելք չունեիր, որ թարախը մի ցելի տարի մեջդ հավաքեցիր ու էլ չդիմացար։ Դու այդքան խելք չունեիր։ Դե գնա մտածի, որտեվ ես պատժում եմ շատ սիրուն ու պատժում եմ Աստծո զորությամբ։ Ոչ մի ուրիշ ձևով։ Ես դեմ եմ ֆիզիկական բռնությանը, ես դեմ եմ հոգեբանական բռնությանը։ Ես ուղղակի քեզ տեղյակ եմ պահում, որ դու Աստծո կողմից քո ստանալիքը ստանալու ես։ Իսկ Նիկոլին ես էլ այն քաղաքացիական անհաջողություն եմ մաղթում, թող այս նիկոլական խունտան տապալվի։ Ես հույս ունեմ, որ դուք եզրակացություններ կանեք եւ անպայմանորեն կգնաք ձեր ձայնը կտակ այն ուժին, որը անցնելու ամենամեծ շանսերը ունի եւ հույս ունեմ, որ այդ ուժը այնքան քաղաքական կամք ու խելք կունենա, որ այս թայֆից որևէ մեկին չի բերի, չի մցնի կառավարման համակարգ, թող համբալի նման աշխատեն։